ասում է, որ պետք է 300,000 ադրբեջանցիներ գան ապրելու արևմտյան Ադրբեջանը, որպեսզի ստորագրեն խաղաղության պայմանագիր։ Եվս մեկ օրինակ, որովհետև մենք ասում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա ապրել Ադրբեջան եւ դա ինքը վերստում է նույն ձևով պատասխանում։ Ես զարմանում, այսինքն ես նոր բան եմ ասում ինչ-որ մեկը։ Չէ, բայց Ղարաբաղցիները Սպանեմ։ Հա, լավ, ժողովուրդ։ Կարակ մի բան ֆիքսեք, մի րոպե, ես կարծում եմ, որ դու պետքա հիմա լռես, որտեվ ես բան եմ ասում ու դա կուլտուրական չի, որ ես խոսում եմ անընդհատ ինձ ընդհատել։ Ես կարծում եմ, որ մենք հիմա ոչ թե գնահատական ենք տալիս տեղ, մենք ասում ենք ինչա կատարվում։ Ես չեմ ասում չպետք է վերադառնան։ Այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ-որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետքա մի օր լավ կլինի, որ վերաբացվեն։ Միանշանակ դա, բայց մենք հիմա քաղաքականությամբ ենք զբաղվում, ոչ չենք եկել հիմա բիսեդկում նստենք, իրար հետ բան բասենք։ Հասկանամ արևմտյան ադրբեջանցիները Չկա, չի եղել ու չի կարող լինել, մոռացեք այդ արևմտյան Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ նոր ստորագրվի խաղաղության փաստաթղթը։ Լսեք, ես դա չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային առումով այս պայծրությամբ անհնար է եւ ինչպես խաղաղության պայմանագրի մեջ քննարկված է եւ ինչպես խաղաղության պայմանագրի տրամաբանությունը եւ պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Դուք վարչապետի խոսք եք երեք մեջ բերում, բայց վարչապետը երեք խաղաղության պայմանագրի կետերից մեկը բարձրաձայն Եվրոմիության տարբեր աշխարհի երկրներից եկած մարդկանց մոտ ներկայացրել է կարևոր կետ է բացահայտել։ Ոչ մեկը այդ հարցը չի տալիս։ Ձեզ հետաքրքիր է, ես հանգարցակի Ղարաբաղի բնակչության հետ վատ բան կասեմ, թե լավ բան կասեմ, մի հատ դնեք, գրեք, Ալեն Սիմոնյանը վատ բան ասեց ու բոլորը հենց մտնեն մեջը բարձր։ Ախպեր, զբաղվեք քաղաքականությամբ, հերիքա զբաղվեք խոսակցությամբ։ Նշանակում է, որ եթե արցախցիները վերադառնան Արցախ, դուք ասում եք ամեն ինչ պետք է լինի փոխադարձությամբ։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, այդ ուղղակի չհասկացա կբացատրեմ։ Ասածս հետևյալն է, որ երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսել են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Ախր 5 րոպե հետո։ Գազ։ Չգիտեմ, ինչ-որ բան կլինի կարող է, մենք էլ իրան ջերմուկ կտանք, իրան հոսանք։ Պատերազմից հետո Ահա, պետք է հասարակություններին պատրաստենք, դուք այդ գործին չեք օգնելու, ես վստահ եմ, տեսնում եմ, որ չեք ուզում օգնեք, բայց օրինակ ֆրանսիացիները եւ անգլիացիները 100 տարի իրար հետ պատերազմելուց հետո իրար հետ հիմա դաշնակից են եւ այլ երկրներ են ռմբակոծում իրենց ինքնաթիռներով։ Ես հավատում եմ, որ մենք շատ տարիներ իրար կողք ապրել ենք, ես հավատում եմ, որ եթե կամք լինի իրենց կողմից, մենք կարողանանք մեր հասարակությունները կապրեն իրար հետ, ասում առևտուր են անելու։ Ժողովուրդ Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր է եղել, շրջափակման ժամանակ անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը։ Կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել, վերջ ասեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, այտենց բան ենք, պատ ենք կառուցելու, իրար բարև չտանք։